Պարոն Դանիելյան, ցուցակները հրապարակվեցին, դուք ամեն դեպքում այդ ցուցակներում առաջին տասնյակի մեջ չէիք, դա ձեր որոշումն էր, թե այլ հանգամանքներ կան։ Ինչն է այն որոշումը, չեմ հասկանում։ 12-րդ համարն եք, եթե չեմ սխալվում, դուք եք որոշել լինել ոչ թե առաջին տասնյակում, այլ 12-րդ։ Ես ընդհանրապես ցուցակները ինչ-որ միտեղ գտնելու կամ առհասարակ միտեղը մտնելու երբեք ոչ դա համարում եմ ոչ էական։ Ամենակարևորը իշխանության փոփոխությունն է, դա ամենակարևորը, թե ով որտեղում է, ինձ համար ոչ նախկինում էական եղել, ոչ էլ հիմա էական։ Պարոն Դանիելյան, ձեր խմբակցությունից պատգամավորներ կան, ովքեր առաջադրվել են այլ կուսակցությունների ցուցակներով, ինչպես եք վերաբերվում, սա դավաճանություն չեք համարում։ Ով կա մեր կուսակցությունից։ Օրինակ Էլինար Վարդանյանը։ Էլինար Վարդանյանը դաշնակցական է։ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունից է։ Հայաստան դաշինքի մեջ եղել Էլինար Վարդանյանը, որոշում է կայացրել այլ ճանապարհով գնա, այլ դաշինքային ֆորմատով։ Իրա որոշելիք նա, բայց ես հարցադրման բանը չեմ հասկանում, էլի ոչ կուսակցական անհատ ա եղել, հաջողություն եմ մաղթում իր գործերին, իր աշխատանքներին։ Դա ինչ-որ դավաճանությունը որն է, ումա դավաճան է կամ ինչին է դավաճանը։ Պարոն Դանիելյան, եւ մեկ հարց եւս, ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից, կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Բոլոր հնարավորությունները կա իշխող խմբին հաղթելու եւ դա կախված է քաղաքական ուժերի աշխատանքից։ Ես տեսնում եմ, որ այդ հնարավորությունը կա։ Իհարկե, որ ձեռները ծալացնես, ոչ մի բան էլ չի ստացվելու, բայց համապատասխան աշխատանքի պարագայում շատ մեծ հնարավորություններ ես տեսնում եմ, բայց նաև տեսնում եմ, որ իշխանությունները իրենց լիազորությունները վերազանցում են եւ նաև այս ընթացքում բազմաթիվ օրենքներ են խախտում ի նպաստ եւ օգուտ իրենց խմբակի եւ դա արդեն իսկ մտահոգիչ է եւ լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Պարոն Դանիելյան, մի շարք ուժերի առաջնորդներ համարում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է չմասնակցեր ընտրություններին, ասում են, որ այդ պարագայում հնարավոր կլիներ Փաշինյանին հաղթել, հիմա իր մասնակցությամբ օգնում է։ Ինչ կասեք։ Իմաստը չեմ հասկանում։ Մարդը որ մի բան ասում է, պետք է իմաստ ունենա։ Այսինքն, եթե մի քաղաքական միավոր անցած ընտրություններին ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է եղել, ստացել է 270,000 քվ, ինչի չպետք է մասնակցի ընտրություններին։ Կարաք ասեք։ Դե օրինակ Արման Թաթոյանն է ասում է գնա որ գնան։ Ընդ որում նաև Նարեկ Կարապետյան հայտարարեց, որ չի պատրաստվում համագործակցել։ Ոչ մեկին ցանկություն չունեմ մեկնաբանելու։ Ամեն քաղաքական հատկապես ընդդիմադիր ուժերը մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չենք ման գալիս, չենք որոնում կամ ոչ մեկին թիրախավորելու ցանկություն չունենք։ Մենք ունենք մեկ նպատակ՝ իշխող ապազգային ուժին իշխանությունից հեռացնելու։ Եթե այլ քաղաքական գործիչներ ունեն այլ օրակարգեր եւ այդ օրակարգը կախված է մասնավորաբար Հայաստան դաշինքի հետ, ուրեմն թող մտածեն իրանց պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ Հայաստան դաշինքի։ Մենք ունենք մեր հայրենակիցների մի շատ ստվար մաս, որոնք վստահել եւ վստահում են մեզ։ Մենք այդ ուղով, այդ ճանապարհով ենք գնում առանց որևիցե մեկին ոչ թիրախավորելու, ոչ վատաբանելու, ոչ ցեղ շպրտելու եւ այդ սկզբունքը շարունակելու ենք։ Եվ հորդորում ենք բոլորին այդ ճանապարհով գնալու, որովհետեւ դա ամենաճիշտ ճանապարհն է իշխանություններին հեռացնելու։ Այլ օրակարգերը շեղում են եւ նաեւ դրանով իսկ հանդերձ անվստահություն է ստեղծում ընդդիմադիր դաշտում։ Մենք այս բոլոր տարիների ընթացքում միշտ էլ հանդես ենք եկել
միավորողի, հաշտեցնողի, համերաշխության դիրքերում ներընդդիմադիր դաշտում։ Թողածին հետևությունները անեն յուրաքանչյուրը։